Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերի մի մասը հրապարակվեց 2025-ի դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելուց 1 օր անց։ Փաշինյանը չխաբեց ու հրապարակեց այն։ Հրապարակվեց բանակցային փաթեթը։ Ուր է խոստացված ռումբը, որն այդպես էլ չպայթեց, կամ պայթեց հենց ականը դնողի դաշտում։ Փակ աչքերով, այսպես մատով որին կտնեք, շատ ավելի լավ ելք է խոստանում, քան թե ինչ-որ հիմա ունեն։ Ինչու երկար սպասեցնելուց հետո Փաշինյանը վերջապես հրապարակեց փաստաթղթերը։ Հրապարակված փաստաթղթերն արդյոք ամբողջական են, եւ եթե բացահայտումներ կան, որոնք են։ Փաշինյանը փաստաթղթերը հրապարակել է հիմա, որպեսզի նախշեղի հանրության ուշադրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման փաստից, հետո ցույց տա, թե իբր կատարել է խոստումը, կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը։ Հրապարակված փաստաթղթերը բանակցային գործընթացի 1%-ն էլ անգամ չեն։ Ծաղկաքաղ է արվել, ընդ որում հրապարակված նյութերի մեջ կան նյութեր, որոնք ամենայն հավանականությամբ երբևէ որպես այդպեսին գոյություն էլ չեն ունեցել։ Օրինակ, այսպես կոչված Մեղրի շրջանը Արցախի հետ փոխանակման ծրագիրը, որը օրակարգ էր բերվել 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, առաջ անգամ այդ փաստաթուղթը, որ ես ճակերտների մեջ եմ բառը օգտագործում, փաստաթուղթ հրապարակվել է Հայկական ժամանակ օրաթերթում, որևէ փաստական ապացույց չկա, որ նման փաստաթուղթ երբևէ գոյություն է ունեցել, բայց շարունակում են խաղարկել ակնհայտորեն մեկ բարձ նպատակով, որպեսզի այդ կերպ վնասեն Ռոբերտ Քոչարյանի հեղինակությանը։ Բանակցային գործընթացին վերաբերող 13 փաստաթուղթ է հրապարակվել, որտեղ ներառված են նամակ, հայտարարություններ գագաթնաժողովներում, հանդիպումներում եւ Հայաստանի ազգային ժողովում արված։ Արցախի հարցի կարգավորման շուրջ միայն 13-ից ավելի առաջարկներ են եղել, քննարկվել, եւ բանակցային ընդամենը 13 փաստաթուղթը չէր կարող ցույց տալ ամբողջ պատկերը, կարծում է քաղաքագետը։ Հրապարակված փաստաթղթերի համար Լևոն Զուրաբյանը շնորհավորել է հանրությանը, հայտարարելով. «Մեր բոլոր հայտարարությունները հաստատվեցին»։ Եթե հրապարակված փաստաթուղթն ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապա շրջափակում, դե ֆակտո անկախ Արցախ, Քելբաջարի եւ Լաչինի նկատմամբ վերահսկողություն եւ միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում Արցախի ամբողջ պարագծով։ Գումարած 5-ը վերադարձվող շրջաններում արգելք ադրբեջանական ուժերի մուտքի նկատմամբ։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը բարձրակոչ համարեց հրապարակվածը բանակցային փաստաթուղթ կոչելը։ Փաստաթղթի փոխարեն հրապարակվում է Հայկական ժամանակի հոդվածը, որը նույն լրատվականն առնվազն 2 անգամ տպագրել է, նոնսենս է։ Մի օր էլ ըստ տրամաբանության կարող է Էրդողանի գրքից հատվածներ հրապարակել, դա կոչել փաստաթուղթ ու փաթաթել մեր պետության վզին։ Երրորդ նախագահի կուսակիցներն էլ ասում են, պարզվեց Սերժ Սարգսյանն Արցախի ժողովրդի իրավունքի պաշտպանն էր։ Պատերազմով տվեցիր Շուշին ու Հադրութը, իսկ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը հանձնեցիր Ադրբեջանին։ Հերթական անգամ պարզվեց, որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը։ Այլևս բանավիճելու բան չկա։ Մարդիկ թող կարդան ու տեսնեն, թե ինչ արհավիրք Նիկոլը բերեց Արցախի ու հայ ազգի գլխին։ Իսկ ինչ բացահայտվեց հրապարակված փաստաթղթերից հետո։ Համեմատած նրա այդ ինչ ունենք մենք այսօր, 19 թվականին Մինսկի խմբի համանախագահների արված առաջարկը պարզապես հրաշք մի փաստաթուղթ է։ Եվ դրանից փաստորեն Փաշինյանը հրաժարվել է, ինքն է հրաժարվել եւ տարել է երկիրը դեպի պատերազմ, իսկ Արցախը դեպի կործանում։ Սա հիմնական բացահայտումն է։ Փաշինյանը փաստաթղթավորել է իր մեղավորությունն Արցախի կորստի հարցում, ընդգծում է Խոսրով Հարությունյանը։ Բանակցային գործընթացը ծախողելու սպառնալիքը դերել էր նրան, որ համանախագահող երկրները համաձայնվել էին Ռուսաստանի առաջարկին հնարավոր կարգավորման վերաբերյալ։ Այսինքն, եթե դու դա մերժում ես կամ դրան չես արձագանքում, ըստ էության հաշվի առնելով դու տարածությունն իմ կետից, դա նշանակում դուք ձախողում եք բանակցային գործընթացը, տանում եք փակուղի։ Իսկ փակուղուց ելքը մեկն էր, պատերազմը։ Մենք նստել ենք մի մեքենա, որը գլորվում է դեպի անդունդը։ Մենք փորձել ենք այնպես անել, որ չգլորվենք դեպի անդունդը։ Ես այդ կետից չեմ սկսել։ Մի րոպե, դա հաջորդ թյուրիմացությունն է։ Հաջորդ թյուրիմացությունն է։ Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից։ Նիկոլ Փաշինյանը փաստաթղթերը հրապարակելով վնասել է իրեն, նշել էր քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։ Նա փակուղու առաջ էր, հրապարակելով այն, որոշել է մանիպուլյացնել քաղաքացիներին, ստել ու խուսափել մեղավորի պիտակից, ամփոփում են զրուցակիցներս։ Անիա Բաղյան, Նոնա Գևորգյան,
ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։